Գրագետ կազմված կոնտենտ պլանը շատ կարևոր է արդյունավետ social media marketing ունենալու հարցում։ Այսօր միասին սովորելու ենք ինչպես կազմել կոնտենտ պլան, որը կլինի ոչ թե պարզապես post-եր, այլ մեր լսարանի համար կստեղծի արժեք, իսկ մեզ համար վաճառքներ եւ հաճախորդներ։ Так, եկեք սկսենք ամենասկզբից։ Ինչ է social media-ն ու ինչի համար է դա պետք բիզնեսներին, հա, ինչ են փորձում բիզնեսները, բրենդները տալ social media-ի միջոցով իրենց լսարանին։ Արժեք։ Social media-ն լսարանին արժեք տալու մասին է։ Այսինքն, եթե մենք իրենց չենք տալիս արժեք, մենք պրոստը անընդհատ փորձում ենք ինչ-որ բան վաճառել, իրենք դրանից արժեք չեն ստանում։ Ու հավանականությունը, որ մենք ունենանք այդտեղ հաճախորդներ կամ վաճառքներ շատ քիչ է։ Իհարկե հնարավոր է ունենանք, բայց դա չի լինի այն պոտենցիալը կամ դաժե դրան մոտիկ, որը կլինի, եթե մենք իրենց տանք արժեք, հա։ Հիմա եկեք ներկայացնեմ այն ռազմավարությունը, որը ես կարծում եմ շատ աշխատող է, որը ես միշտ կիրառում եմ ու որով ես նաև խորտ կտամ, որ շարժվեք դուք, դա կոնտենտ ռուբրիկաներն են։ Ինչ է նշանակում ռուբրիկա։ Ռուբրիկան դա պատկերացրեք ինչ-որ ենթաթեմա է։ Այսինքն, այս ռազմավարությունը իրենց ենթադրում է մի մոտեցում, երբ մենք մեր ամսվա կլինի 3 ամսվա, 1 տարվա էական չի, ամբողջ կոնտենտ պլանը բաժանում ենք ենթաթեմաների։ Այսինքն ոչ թե մեր լիստում, մեր կոնտենտ պլանում ներառում ենք ուղղակի post-եր, այդ բան ինչ մտքներից գալիս է, կամ նույնիսկ շատ բիզնեսներ չեն էլ ունենում կոնտենտ պլան, ուղղակի post-ում են այդ բանին ինչ ֆոտո ունեն, ինչ վիդեո ունեն, հա։ Դրա փոխարեն մենք կազմում ենք գրագետ կոնտենտ պլան ենթաթեմաների բաժանած։ Հիմա եկեք ավելի մանրամասն խոսենք։ Ես առաջնորդվում եմ հիմնականում 4 կամ 5 ռուբրիկայի սխեմայով, հա, երբ ես ունենում եմ 4 ենթադրենք ենթաթեմա ու ամեն մեկի տակ արդեն ներառում եմ իր համապատասխան post-երը։ Ուրեմն ինչ ենթաթեմաներ պետք է լինեն, ինչ ենթաթեմաներ կարելի է ներառել, հա, ինչ ռուբրիկաներ կարելի է ունենալ, որոնք արդյունավետ են։ Առաջինը եւ ամենակարևորը դա խնդիր լուծում ռուբրիկան է։ Եթե չեք նայել մեր վիդեոդասը խնդիր լուծում մոտեցման մասին, անպայման դիտեք, վստահ եմ շատ արդյունավետ կլինի, թե ինչպես սկսել ռազմավարությունը, ինչպես սկսել մարքեթինգային ռազմավարության կազմումը, այնտեղ շատ մանրամասն խոսում ենք սրա մասին, եւ խնդիր լուծում ռուբրիկան, առասարակ խնդիր լուծում մոտեցումը վերաբերվում է բիզնեսների կարծում եմ առնվազն 80-90%-ին, ովքեր մարդկանց իրենց թիրախային լսանին առաջարկում են ռեալ լուծում։ Այսինքն իրենց լսարանը ունի X խնդիրը եւ իրենց product-ը այդ խնդիրը լուծում է, այսինքն ամբողջ մոտեցումը սա է։ Եվ սա շատ արդյունավետ է, որովհետեւ եթե մարդը չունի այդ խնդիրը, այսինքն ձեր թիրախային լսանի մաս չի կազմում, կամ ինքը չգիտի ձեր product-ը ինչ խնդիր է լուծում, ինքը ոնց պետք է գնում կատարի, հա, ինքը չգիտի ինչ է անելու այս product-ի իր համար, ինչ արդյունք է տալու, ինչ օգուտ է տալու, ինչի համար պետք է այս գումար ծախսեմ։ Հետևաբար սա շատ կարևոր մոտեցում է, շատ կարևոր ենթաթեմա է, ռուբրիկա է, որը անպայման պետք է հաշվի առնել այդպես։ Երկրորդը մեզ մոտ feature-ները եւ benefit-ներն են։ Այս ուրեմն ցանկացածի մասին հիմա քիչ անց ավելի մանրամասն խոսենք, հիմա տեսականորեն ներկայացնեմ։ Feature-ները եւ benefit-ները դրանք մեր product-ի հատկանիշներն են, հա, feature-ները հատկանիշներն են, benefit-ները թե ինչ է անում այդ product-ը մարդու համար։ Այսինքն ենթադրենք միկրոֆոնը, հա, իր feature-ներից կարող լինի այն, որ օրինակ ինքը, չգիտեմ, կոմպակտ է, հա, փոքր չափսի է, կոնկրետ չափսը թվերով նշված։ Մյուսը կարող ունենա, չգիտեմ, տարբեր ինչ-որ հատկանիշներ, որ իրեն դարձնում են ավելի լավ, ասենք օրինակ կարողանում ես կպցնել հագուստիդ, բավականին մեծ դիստանցիայի վրա կարողանում ես ձայնագրել։ Այս ամեն ինչի իր feature-ներն են, իր հատկանիշները։ Benefit-ները դրա ոնց որ արդյունքն են լսարանի համար, մարդու համար։ Այսինքն եթե ինչ-որ մեկին ասում ենք մեր միկրոֆոնը ընդամենը 5 սանտիմետր է, ինքը խոշոր հաշվով ոչ մի բան չի ասում։ Այդ տեքստը ինքը տենց օդի մեջ տեքստ է, ոչ մի բան չի ասում։ Իսկ եթե մենք դա ներկայացնենք որպես միկրոֆոնը այնքան փոքր է, որ ինքը կարող մնա աննկատ քո օրինակ կոնտենտի մեջ, ինքը արդեն benefit է։ Այսինքն մենք իրան ասում ենք ոչ թե չափը այսքան է, այլ մենք իրան ասում ենք, որ սա կլինի քո համար այդ արդյունքը, հա, այսինքն դու կարող ես նկարես, եթե չես ուզում օրինակ որ քո վիդեոներում դա երևա, դա չի երևա։ Սա արդեն benefit-ն է։ Ու feature-ները եւ benefit-ները մեր երկրորդ ռուբրիկան են։ Երրորդը դա մեզ մոտ համատություններն են, ինչի հետ, հիմնականում մրցակիցների հետ։ Օրինակներով հիմա կշարունակենք խոսել, բայց սա եւս շատ կարեւոր թեմա է, քանի որ
հիմնականում երևի աշխարհում ցանկացած բիզնես կամ բրենդ ունի մրցակիցներ, ու մարդիկ, երբ որ ունեն ընտրության լայն հնարավորություն, իրանք պետքա որոշում կայացնեն, իրանք պետքա ընտրեն, թե որ բրենդից են օգտվում, որ բիզնեսից են օգտվում, որ product-ն են գնում, որն է իրենց համար ավելի լավը, եթե խնդիր է լուծում, որն է իրենց խնդրին ավելի հեշտ, արագ, անցավ, ավելի լավ ու արդյունավետ էֆեկտիվ լուծում տալու, ու հենց այստեղ մեզ օգնության է գալիս այս ռուբրիկան comparison-ները, երբ որ մենք ներկայացնում ենք ինչ ունենք մենք, որ չունեն մրցակիցները։ Իհարկե որոշ դեպքերում լինելու են այնպիսի բաներ, որ ունեն մրցակիցները ու չունենք մենք, բնականաբար մենք դրանց մասին չենք խոսելու, մենք խոսելու ենք միայն մեր competitive advantage-ների, այսինքն մեր մրցակցային առավելությունների մասին։ Եվ չորրորդ ենթաթեման մեզ մոտ դա trust առաջացնող poster-ն են, այսինքն վստահություն։ Նույնիսկ եթե մենք ունենք fantastic product, ինքը շատ լուրջ խնդիրներ է լուծում, հա, մարդիկ միշտ ունեն այդ վախը, որ կարող է ես գնեմ ու իմ սպասելիքները չարդարանան, այսինքն կարող է իրականում այս product-ը այն չի, ինչ գովազդվում է, ինչ ներկայացվում է, եւ դրա համար իրենց պետք են կարծիքներ իրենցպես այլ մարդկանցից։ Այսինքն եթե մենք իրենց ասում ենք, տեսեք, ձեր նման եւս 150 կամ չգիտեմ 5000 հոգի օգտվել է այս product-ից ու իրենց կարծիքներն են սրանք, կարաք տեսնեք, սա միանշանակ բարձրացնում է վստահությունը եւ մեծացնում է հավանականությունը, որ նոր մարդիկ, ովքեր դեռևս մեզ հաճախորդ չեն դարձել, դրա հիման վրա կդառնան հաճախորդ։ Հենց այսպիսի պատճառով գոյություն ունեն օրինակ Amazon Review հարթակը, գոյություն ունի օրինակ Trustpilot-ը, հա, երբ որ մարդիկ իրենց կարծիքն են գրում ինչ որ product-ի կամ բիզնեսի մասին, ցանկացած on-line marketplace-ում ինչ որ ապրանք ունի rating, հա, աստղերով հիմնականում, օրինակ 5 աստղից կամ 10 աստղից, ու դրանք շատ կարևոր են ցանկացած մարդ, որտեղ հատկապես on-line գնումների դեպքում, երբ որ ինքը չի կարող ֆիզիկապես շոշափի տեսնի product-ը, ինքը հիմնվում է այլ մարդկանց կարծիքների վրա։ Ու դրա համար, եթե դուք ունեք product, որը չունի rating ընդհանրապես, այսինքն կարծիքներ չունի ոչ դրական, ոչ էլ հատկապես բացասական, դա դժվարացնում է մարդկանց որոշում կայացնելու process-ը։ Հիմա եկեք օրինակների վրա անցնենք, օրինակ ոնց եմ ես պատկերացնում problem solution ռուբրիկայի տակ ներկայացվող post-երը ու բոլորի մասին հերթով խոսենք։ Այստեղ ես ներառել եմ օրինակներ։ Առաջինը մեզ մոտ այսպիսի post է, որը ինչ որ product է, որը պայքարում է ակնեի դեմ, ու տեսեք այստեղ գրված է առաջին ամիս եւ չորրորդ ամիս, այսինքն իրանք շատ པարզ այս վիզուալով ցույց են տալիս, որ ընդամենը 3 ամիս հետո կամ 4 ամիս հետո մեր product-ը օգնել է մեր հաճախորդին հասնել այսպիսի արդյունքի, ինչը շատ լավ արդյունք է։ Միշտ հիշեք, որ շատ ավելի հեշտ եւ արդյունավետ է ցույց տալ, քան ասել։ Հիմա եթե պատկերացնենք, այս նկարը այստեղ չկա, պրոստը background-ը ու տեքստը գրած է, որ 3-ից 4 ամսում ձեր ակնեի, չգիտեմ, 80%-ը կանցնի։ Ինքը ճոխ հնչող տեքստ է, հա, բայց եթե մենակ տեքստ է, ես օրինակ ոչ մի վստահություն չունեմ, հա, որ դա իրականում հենց տենց է լինելու է։ Ինչի պետք է ես հավատամ, կոպիտ ասած, եւ երբ որ մենք ունենք հստակ վիզուալ, do после, հա, before after տիպի վիզուալով, ինքը շատ ավելի հեշտացնում է այդ process-ը, շատ ավելի հեշտ են մարդիկ հասկանում մեր message-ը, ինչ է այս product-ը, ինչ է անում եւ ինչով կարող է իրենց օգնի, ինչով կարող է իրենց խնդիրը լուծի։ Սա շատ լավ օրինակ է։ Երկրորդը էլի շատ նման է առաջին տարբերակին, ինքը էլի ինչ որ product-ի գովազդ է, որը օգնում է մարդկանց ոնց որ պայքարել մազաթափության դեմ, էլի աճեցնի իրենց մազերը, ու 4 օրինակով առաջին ամիս, 4-րդ, 7-րդ եւ 12-րդ ամիս, այսինքն իրանք ասում են, որ ընդամենը մի տարվա ընթացքում այս վիճակից հասել են այս վիճակի, ինչը շատ լավ արդյունք է, ու տեսեք, ստեղ դաժե product-ի նկար չկա։ Այսինքն այս տեքստն է, որ խոսում է գովազդի մասին, որ խոսում է իրանց product-ի մասին, keeps, հա, իրենց product-ն է կամ brand-ը, չգիտեմ, ու այս այնքան լավ օրինակ է, որ իրանք դաժե անհրաժեշտություն չեն տեսել product ներառելու, որովհետև այս վիզուալը ինքը ամեն ինչ արդեն ասում է։ Ու սրանից հետո, երբ որ կլինի մարդ, որ կտեսնի, կհավանի, կցանկանա ավելի շատ մանրամասներ իմանալ կամ ձեռք բերել, պրոստը քլիք անելու բաթնի վրա, եթե գովազդ է, եթե չէ, այսինքն օրգանիկ post-ը գնալու է իրանց bio-ի link-ով անցնի, հա, ու արդեն կամ կգնի կամ առնվազն շատ մոտիկից կծանոթանա product-ի հետ։ Մյուսը էլի այսպիսի գովազդ, որը headline-ի օրինակով է շարժում, այս պրինցիպով է, մեծ տեքստ, միանգամից ուշադրություն գրավող, ակնառու շատ, որը ասում է, ունես խնդիրներ մազաթափության հետ կապված, հա, այսինքն
միանգամից գրավում են այն մարդկանց ուշադրությունը, ովքեր ունեն այս խնդիրը։ Ու եթե դու կարդում ես ու դու ունես այս խնդիրը, դու միանգամից խորանում ես։ Պրոդուկտին ես մի հատ նայում, հետո այս տեքստն ես կարդում, հետո այս զեղչն ես տեսնում, բրենդի լոգոն ես տեսնում, հա, ու ելի այստեղ մարդիկ բրենդը կարողանում է գրավել մարդկանց ուշադրությունը ու առաջարկում է լուծում իրենց խնդրին։ Եվ վերջին օրինակը այս ռուբրիկայից, ելի շատ նման before after principle-ով կազմված գովազդ, այստեղ տարբերությունն է, որ այստեղ իրանք շատ լավ ներառել են նաև product-ը, այսինքն սկզբում մինչև եւ հետո տարբերակներն են, սա ոնց որ կոսմետիկա է, հա, հետո այստեղ նշված է review 5 աստղով եւ review, սա ենթադրաբար ինչ որ մարդու թողած կարծիք է, ու ոնց որ այդ review-ի վերնագիրն է, review-ի ոնց որ շարունակությունը։ Վերջում էլ իր անուն ազգանուն, հա։ Այսինքն սա շատ հանգիստ կարող են իրանք վերցնեն իրենց Trustpilot-ից, եթե ունեն իհարկե դրական review-ներ, օգտագործեն իրենց post-երում, ինչի՞ չէ գովազդներում։ Իդեպ այս բոլոր օրինակները, որ մենք հիմա կտեսնենք, իրանք նաև շատ լավ օրինակներ են գովազդներում օգտագործվելու համար։ Այսինքն մեկը մյուսին չի խանգարում, դուք այս պրինցիպները կարող օգտագործեք եւ ad-երում, ձեր գովազդներում եւ օրգանիկ կոնտենտում, այսինքն ձեր post-երում։ Երկրորդը մեզ մոտ feature-ներն ու benefit-ներն էին։ Եկեք սրա վրայով էլ անցնենք։ Այստեղ արդեն մենք խոսեցինք, որ ներկայացնելու ենք մեր հատկանիշները եւ մեր օգուտները, հա, feature եւ benefit, հատկանիշ եւ օգուտ։ Առաջինը այստեղ ինքը product-ն է ու այստեղ շատ բարձ լավ ներկայացված է իր feature-ները։ Իդեպ, եթե ուշադրություն դարձնենք, բացի feature-ներից, օրինակ 100% օրգանիկը ինքը feature-ը, happy mood-ը, այսինքն բարձր տրամադրություն, ինքը benefit-ը արդեն։ Այսինքն իրենք այս երկուսն էլ այստեղ կարողացել են ներառել, իմպլեմենտացնել, ինչը շատ լավ օրինակ է, խոսում են թե ինչ է անում այս product-ը մարդկանց համար, այսինքն նրանց համար ովքեր կորոշան օգտվել, ուստեղ իր վերնագիրն է, այսինքն առավոտյան ոնց որ քո ռիտուալ, հա, առավոտյան դու ամեն օր պետք է սա անես, ու եթե դա անես, այս feature-ները եւ benefit-ները, ավելի շատ benefit-ները կունենաս նաեւ դու։ Մյուս օրինակը, ինչ որ հետաքրքիր popcorn-ի օրինակ է, որը ներկայացնում է իր feature-ները, gluten free, հեշտ օգտագործելի, առանց GMO-ների, նաև ունի ինչ որ հատուկ բույր, հա, եւ շատ համով։ Այս իրանց feature-ներն է, ու իրանք ներկայացրել են այսպես, էլի այստեղ մեծ headline, որ ուշադրություն գրավի, ու այդ նոր մարդիկ արդեն իրանց feature-ները։ Մյուսը, սենց ինչ որ գործվածքային փափուկ խաղալիքներ են, ու միանգամից headline-ը, հա, ոնց որ չջարդվող ընկերներ, իհարկե ոնց որ երեխաների համար, չէ, կներեք, հա, կենթանիների համար։ Սա կենթանիների խաղալիքներ են, որտեղ գրված է ամենաուժեղ ոնց որ ջոյերի համար, ջոն էս ոնց է կոչվում, դունչ, հա, կենթանիների դեպքում դունչ, այսինքն կենթանիները խաղում են sense խաղալիքներով, հիմնականում դրանք լինում են գնդակներ կամ փափուկ խաղալիքներ, ու հենց այս headline-ը դա միանգամից ոնց որ ընդգծում է, որ ասում է իրանք չեն կոտրվելու, չեն ոնց որ փչանալու, ու ձեր շունը կամ այլ կենթանին, չգիտեմ, կարա շատ երկար օգտագործի, ու նաև այստեղ շատ կարևոր մի հատ ոնց որ էլի ֆակտոր, իրանք ասում են, որ եթե փչանա ձեր խաղալիքը կամ կոտրվի, մենք ոնց որ փոխարինելու ենք, այսինքն ձեզ նորն ենք տալու։ Ու ստեղ էլ դե արդեն իրենց feature-ներն է, թե ինչ հատկանիշներ ունեն այս խաղալիքները։ Ու այս մեկը ինչ որ sense պրոբիոտիկներ են, հա, աղջիկների համար նախատեսված, վերնագիրը headline-ը իր, այսինքն անունն է product-ի, այստեղ review-ները, որը միանգամից վստահության level-ը բարձրացնում է շատ, 6000-ից ավել 5 star review-ներ, ու իր արդեն feature-ները, հա, ինչ հատկանիշներ ունի այս product-ը, շաքար չունի եւ այլն, հա, շատ լավ ներկայացված են։ Սա մեր երկրորդ ռուբրիկան էր հատկանիշների եւ օգուտների։ Երրորդը comparison-ները, որ խոսեցինք հիմնականում մրցակիցների հետ կապված առավելություններից, այստեղ ամեն ինչ իրականում շատ ավելի հեշտ է ընդգծել եւ ոնց որ մեսեջը տեղացնել։ Առաջինը դրամապանակի օրինակ է, այստեղ խոսում է սովորական դրամապանակների մասին, որոնք sense ավելի ծավալով մեծ են, հա, անհարմար են, քարտերը դժվար են դուրս գալիս ու ծանր են, ու այս բրենդի դրամապանակը, որը շատ sense բարակ է, հեշտ, թեթև օգտագործելի եւ կոմպակտ, ու միանգամից առավելությունները դու հասկանում ես, եթե օգտագործել ես կամ այս բանել օգտագործում ես նման դրամապանակ ավելի սովորական, որը ծանր է, չափսերով մեծ է եւ այլն, դու միանգամից հասկանում ես, որ եթե ես վերցնում այս դրամապանակը, այդ բոլոր խնդիրներից ոնց որ ազատվում եմ, ու իրանք շատ ավելի լավն են, քան մրցակիցները։ Երկրորդը սուրճի եւ
կանաչ թեյի համեմատություն է ու ասում է թե սա ինչ ոնց որ վնասակար բաներ է բերում իր հետ, հա, օրինակ, չգիտեմ, anxiety մեջ ես մտնում, հա, ասենց ստրես է մոտ լինում, դեպրեսիա է լինում, ստամոքսիդ վնասը քնիդ որակն է վատացնում ու հակառակը միանգամից բերում է համատություն իրանց product-ի հետ, իրանց կանաչ թեյի հետ, որ ասում է այս նշված վատ բաներից ոչ մեկը դու չես ունենալու։ Այսինքն հակառակը մի բան է դու ավելի հանգստանալու ես, քո քնի որակը բարձրանալու է, դեպրեսիա չես ունենալու, հա, ու սան շարունակ։ Ու վերջին օրինակը, որը ոնց որ թե ինչ որ բլենդերը, հա, համատություն է էլի իրանց ու մրցակիցների հետ, հա չէ բլենդեր չի, բարձրապես շիշա, պլաստիկ, ստեղ ուրեմն սկզբում նշվում է պլաստիկի դե բոլորիս հայտնի թերությունները, հա, ու միանգամից իրանց ոնց որ տարբերությունը, որ իրանք պլաստիկ չեն ու reusable են, այսինքն կարաս մի քանի անգամ շատ անգամներ օգտագործես, տարբեր sense գույներ, դիզայներ, ու էլի շատ լավ ձևով ներկայացվում է տարբերությունները ու դե ուշադրություն դարձրեք ստեղ բոլոր օրինակները իրանք վիզուալ շատ հեշտ ընկալելի են, այսինքն split screen են, նկարը ընդհանուր կիսված է, երեքի դեպքում էլ տեսեք այտենց է ու մի կողմում իրանք են, մյուս կողմում մրցակիցները, այս ոնց որ մարդու համար դիտողի համար էլ ավելի հեշտ ոնց որ ընկալել, որովհետև ամեն ինչ շատ པարզ է, հա, նկար, headline, իր feature-ները, էլի նկար, headline, իր feature-ները ու բոլորը էլի այս princip-ով են կազմված, ոնց որ սա էլ կարակ հաշվի առնեք ձեր հաջորդ post-ը ստեղծելու ժամանակ։ Եվ մեր 4-րդ content ռուբրիկան դա trust-ն է, այսինքն վստահությունը, credibility-ին, որպեսզի մարդիկ մեզ վստահեն, որ մի հատ էլ ոնց որ մեզնից գնում կատարեն, դառնան մեր հաճախորդը։ Առաջինը էլի ինչ որ ինքը medical hub-եր են, հա, որը ոնց որ որովայնին է օգնում։ Տեսեք, այստեղ կարծիքը գրած է, որ իմ որովայնը ոնց որ կամ ստամոքսը ավելի լավ վիճակում է, ես կարող եմ երկար ոգերի գնալ, երկար զբոսանքների գնալ, այստեղ երջանիկ զույգի նկարը, ծովափին քայլելի, այստեղ product-ի նկարն է, ու այստեղ արդեն կարծիքը։ Այսինքն սա ենթադրաբար իհարկե այստեղ կարևոր ֆակտորը այն է, որ շատ բրենդներ, շատ բիզնեսներ կարող է այս կարծիքները fake են։ Այսինքն ոչ մեկ իրանց մասին այդպես բան ասած չլինի, իրանք ուղղակի վերցնեն, այդպես ինչ որ բան հորին են գրեն, որը իրականում չեմ ասի շատ վատ է սկզբում, երբ որ դուք չունեք դեռևս այդքան դրական կարծիքներ, բայց ոնց որ ցանկալի սցենար չի։ Եթե դուք նոր եք սկսում դեռևս չունեք հաճախորդ, որը ձեր մասին լավ կարծիք ասած կլինի, օքեյ, ինչ որ դեպքերում սա կարող է, բայց հաշվի առեք, որ կարող է լինեն մարդիկ, ովքեր մի քիչ շատ դրա վրա խորանան ու բարձրան, որ իրականում այս կարծիքը fake է, իսկ դա բնականաբար ազդելու է ձեր ռեպուտացիայի վրա։ Երկրորդ օրինակը product-ն է ու հետևը բազմաթիվ review-ներ։ Այդ տեսեք, ստեղ արդեն fake-ելու տեղը շատ քիչ է կամ ընդհանրապես անհնար է, որովհետև սա real screenshot արած comment-ներ են, review-ներ են, որոնք մարդիկ հավաքել են ու դել են իրենց product-ի հետևը, այսինքն սա միանգամից վստահության մակարդակը պոտենցիալ հաճախորդի մոտ անհամեմատելիորեն բարձրացնում է։ Մյուսը, որը ինչ որ կոմպաս է, հա, կոմպաս կամ վզնոց կարող է նույնիսկ դեկորացիա իրական կոմպաս չի։ Տեսեք, միանգամից այդտեղ մենք ունենք Trustpilot-ի ոնց որ դատան, այսքան հազար երջանիկ հաճախորդ, հա, իրենք սա նշում են, ու ստեղ արդեն իր ռեալ կարծիք։ Ստեղ նաև անունն է նշված մարդու, ստեղ ռեալ կարծիք, ու ստեղ արդեն product-ի նկար։ Սա է շատ լավ օրինակ է։ Եվ վերջինը էլի կոշիկը, հա, որը ստեղ բանը արած նշած է նաև իր feature-ը, հա, երկու հատ feature-ը նշած, կարծիք, նույնիսկ ավատար, որը կարող է իրական է, կարող է չէ, իր աստղերը, հա, ստեղ անուն ազգանունը մարդու ու shop now-ն, այսինքն սա շատ լավ էդի օրինակ է, գովազդային օրինակ է, օրինակ օրգանիկի դեպքում եթե անեք, իհարկե ստեղ չեք ավելացնի shop now, որովհետև տակը button չի լինելու, որ մարդը կլիկ անի եւ գնա առնի, բայց նույնը կարա լինի առանց այս կնոպկայի կամ մի քիչ ավելի օրգանիկին համապատասխանեցրած, օրինակ size-ը, հա, 4-ին եթե Instagram-ը, քառակուսի եթե Facebook-ը եւ այլն։ Սա էլ մեր trust ռուբրիկան եւ այսքանով վերջ, այս էր այսօրվա դասը։ Հուսով եմ օգտակար էր, հուսով եմ արդեն ավելի լավ կպատկերացնեք ինչպես կազմել content plan, որը առաջին հերթին չենք մոռանում, որ մարդկանց պետքա տա արժեք, եւ երկրորդ հերթին չենք մոռանում, որ իրենց մոտ կան բաց հարցեր, որոնց պետքա պատասխանենք, հա, սկսած problem solution-ից, այսինքն ինչ խնդիր է սա լուծում, հետո իր հատկանիշները եւ օգուտները, հետո ինչով ենք մենք լավը մրցակիցներից ու վերջինը արդեն մեր
վստահության ֆակտորները, այսինքն օքեյ, ես հասկացա ինչ խնդիր է լուծում product-ը, ես հասկացա, որ ինքը շատ լավ օգուտներ ունի եւ ինձ շատ հարմար հատկանիշներ, ես հասկացա, որ դուք ավելի լավն եք, քան մրցակիցները, բայց ոնց որ դուք հələ նոր բրենդ եք, ձեր մասին տեն շատ կարծիքներ չկան, ես σας չեմ կարող վստահեմ, ուստեղ արդեն օգնության է գալիս մեր վերջին ռուբրիկան։ Խորտ կտամ հաջորդ անգամ ձեր content plane-ը կազմելուց առաջնորդվեք այս պրինցիպով, այս մոտեցումով, տեսնեք ինչքան ավելի նախ հեշտ եք կազմում, երկրորդ ինչքան ավելի արդյունավետ է լինում, ինչքան ավելի շատ են լինում առաջինը ձեր engagement-ը, հա, post-երի եւ հետո եթե ամեն ինչ ճիշտ եք անում, ինչքան են ոնց որ շատանում ձեր հաճախորդներն ու հետեւաբար վաճառքները, եկամուտը։ Իսկ եթե ունեք ինչ-որ հարցեր, մեկնաբանություններ, կարող եք թողնել վիդեոյի տակ, չմոռանաք մեր մյուս վիդեոն նայել, որտեղ խոսում ենք այս սրա մասին շատ մանրամասն։ Եվ իհարկե հիշեցնեմ, որ մենք ունենք տարբեր ծառայություններ, գովազդային ծառայություններ, մարքեթինգային դասընթացներ, վերապատրաստումներ եւ այլն։ Եվ եթե կցանկանաք օգտվել, կցանկանաք ծանոթանալ մանրամասներին, բացապես գրեք մեր Instagram-յան էջում։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ վիդեոյի շրջանակներում։ Ցտեսություն։